հաղորդման գլխավոր գործընկեր Վանարդի ընկերություն։ Սա այն մասնագիտությունն է, որ պետք է սիրես։ Բժիշկն էլ հասարակության մի ինչ-որ անդամ է, որը իհարկե բարձրաձայնելու է ու իր խոսքն ասելու է։ Ամեն վիրահատություն, ամեն գործ անելուց պատասխան ես տալու դատախազի առջև։ Շատ մեծ ստրես եմ տարել, եւ մինչեւ հիմա էլ տանում եմ, որ իմանան ինքը բժիշկների սերունդ է շարունակում, ուրեմն պետք է ամենալավը։ Ես չեմ ուզում իր փողը գողանամ, ավել մի բան անեմ, ավել հաշվեմ։ Եթե որոշել ես լինել պատասխանատու բժիշկ, պետք է այդ զոհաբերություններին գնաս։ Կյանքը ցույց տվեց, որ 50 գրամները սկսում են խանգարել։ Մի վնասիր, հա, եթե չգիտես ինչ անել, ավելի լավ է մի արա։ Կան չէ մասնագիտություններ, որոնք տվյալ ժամանակի մեջ ընդունված են, ակտուալ են, նորաձև են եւ կարծես բոլորը ուզում են ձգտեն դառնան այդ մասնագետը։ Այդպես էր շատ տարիներ առաջ բժշկությունը։ Բոլորն ուզում էին ընդունվել բժշկական համալսարան։ Իրավաբանությունն էլ հիշում ես, ինչ գումարներ էին ասում։ Իդեպ ահագին այդպես գումարների մասին էր խոսք գնում։ Արևելագիտական ֆակուլտետը հիշում ես համալսարանի կա, ինչ է մասնագիտություններ, բժշկություն, իրավաբանություն եւ լեզուներ։ Այդ երյակը ես լավ հիշում եմ տարիներ առաջ։ Հետաքրքիր է այդ մասնագիտությունները իրենք այդպես սերունդ են փոխանցվում, փոխանցիկ են, թե տաղանդ է դրա համար պետք, թե գումար է դրա համար պետք։ Ես կարծում եմ առաջինը փոխանցվում է սերունդ։ Ուզում ես ասես, հայրիկից ժառանգում են նաև զավակը։ Ուզում ես ասես, օրինակ լավ իրավաբանի որդին պետք է լինի լավ իրավաբան եւ հակառակ օրինակ բժիշկինը պետք է լինի լավ բժիշկ։ Միգուցե քննարկենք, զրուցենք մեր հյուրերի հետ եւ հասկանանք։ Այսօր առաջինը մեզ է միացել ակնաբույժ վիրաբույժ Նանա Նահապետյանը։ Բարև ձեզ, բարի գալուստ։ Ողջույն բժշկուհի ջան։ Ներկայացնենք, որ Նանա Նահապետյանը 8-րդ սերունդն է հայտնի ակնաբույժ Մալայանների Գերդաստանի, որ ասում ենք աչք, այսպես ասած ժողովրդական լեզվով, անմիջապես մտաբերվում է Մալայան ազգանունը։ Դա այդպես է։ Բարդ բան է լինել բժիշկ կոչումով, այն էլ այն դեպքում, երբ դու պատասխանատվություն ունես, ներկայացնում ես մի ողջ Գերդաստան եւ այստեղ կամ պետք է լինես, որովհետեւ պետք է պահես այդ ճյուղը, կամ էլ փախչես, ընտրես այլ բան։ Ինչպես եղավ ձեր դեպքում։ Նախ ասեմ, որ մանկուց ես միշտ եղել եմ այդ խոսակցությունների եւ քննարկումների կենտրոնում ակամայից, մայրս, պապիկս քննարկում էին ինչ-որ բան, ակամայից այդ փոքր տարիքից սկսել եմ լսել եւ անկախ ինձնից ներգրաված եմ եղել այդ ամեն ինչի մեջ, բայց վստահ կարող եմ ասել, որ իսկապես ինձ համար դա կոչում է եւ ինձ համար շատ մեծ պատասխանատվություն է։ Բժշկուհի ջան, այսօրվա սերունդը գաղտնիք չի, որ այդքան էլ հակված չէ շարունակելու իր ծնողների պապերի գործը, ինչքան էլ որ ծնողն ուզում է, որպեսզի զավակը շարունակի իր մասնագիտական ճյուղը։ Ձեր ժամանակ այդ խնդիրը կար թե ոչ, դուք չեք երկմտել, այ գուցե այլ ճանապարհով շարունակեմ, պարտադրանք եղել է թե ոչ։ Պարտադրանք միանշանակ չի եղել, երբևէ ոչ էլ եղել է իմ մայրիկի հանդեպ, իմ պապիկի կողմից։ Այո, հիշեցնենք, որ դուք հայտնի Ելենա Մալայանի դուստրն եք, այո։ Այսինքն սա այն մասնագիտությունն է, որ պետք է սիրես, եւ բնական է մեր տան անդամները դա շատ լավ գիտակցում են, հատկապես վիրաբուժության մեջ պետք է միանշանակ նվիրված լինես, որոշակի զոհաբերություններ ունենաս, դա առանց սիրելու հնարավոր չի անել եւ մեր տանը երբեք չի եղել ոչ մեկի հանդեպ ինչ որ մի բան պարտադրելու սկզբունքը, մենք ցանկացած մեր ընտրություն կապ չունի մասնագիտություն է, ամուսին ինչն է երբևէ չի եղել այդ պարտադրանքի այդ խիստ մոտեցումը։ Այս երիտասարդ տարիքից մեծ ներդրում ունեք եւ ավանդ ունեք ակնաբուժության մեջ, արդեն հասել եք բազմաթիվ բարձունքների եւ արդյոք ձեզ այսպես նայելով ինչ որտեղ կարող են չգիտակցեմ, որ դուք բավական լուրջ ճանապարհ եք անցել եւ արդեն լուրջ բժշկուհի եք։ Հա, լինում են իհարկե նման դրվագներ, եւ չեն հավատում, որ ես բժշկուհի եմ, ուսանող,
բուրքուր ամեն ձև անում են, բայց չեմ կարող մեղադրել, դա կարծրատիպ է իհարկե, չեն կարող նաև հերքել այն փաստը, որ մեր սերունդը շատ ավելի երիտասարդ եւ խնամված է երևում, քան մեր մեծերի սերունդը նույն տարիքում։ Հրաշալի։ Դե գենետիկան է, այո, խոսում է, իրեն ասում է։ Այս զրկանքներից խոսեցիք, որ հաջողության հասնելու ճանապարհին ձեր ասպարեզում ինչից եք ձեզ ստիպված եղել զրկել։ Ստիպված եմ եղել զրկել բազմաթիվ ընկերական հանդիպումներից, բազմաթիվ։ Այսինքն ուսանողական կյանքը բժշկական համալսարանում չի լինում այդպես ուրախ, ազատ, թեթև, ինչպես այլ համալսարաններում։ Ամեն օր պատորը ունեն քննություններ, բնականաբար, եթե դու որոշել ես դառնալ բժիշկ, պետք է լավ սովորես, կապ չունի դու կդառնաս ակնաբույժ, գինեկոլոգ, թե բժշկությունը միջակայություն չի սիրում, դա իհարկե, բոլոր նեղ մասնագիտացումներից պետք է տեղյակ լինես, ի վերջո դրանք բոլորը իրար հետ ինչ որ մի տեղ կապվում են։ Եթե որոշել ես լինել պատասխանատու բժիշկ, պետք է այդ զոհաբերություններին գնաս եւ հաճախ հենց այդ փուլում է լինում հիասթափությունները բժիշկների կամ ուսանողների կողմից, երբ պատրաստ չեն լինում այս մեծ փորձությունների միջով անցնել, չեն պատկերացնում այդ ամբողջ ծանրությունը, բայց ցավոք այո, այդպես է։ Մալայան ազգանունը այդքան հայտնի եւ հնչեղ եւ իհարկե արժանի հնչեղ, ունեցել է արդյոք ազդեցություն ուսանողական տարիներին, դրանից օգտվել եք թե տուժել եք։ Ոչ օգտվել եմ, ոչ տուժել եմ, քանի որ ինքս այդ ազգանունը չեմ կրում, քանի որ նո ամեն դեպքում իմացել են, չեն իմացել, չեն իմացել, անգամ մոտս եղել են քննարկումներ, որ օй պետք է անպայման լինես մալայաններից, որ ակնաբույժ դառնաս, առանց իմանալու թե ես ով եմ։ Նման խոսակցություններ եւս եղել են, սկանդալային մի փոքր, բայց հակառակը ես շատ պատասխանատու եմ եղել այդ ազգանվան համար եւ թույլ չեմ տվել, որ ինչ որ միտեղ շահագործվի, որ այ ինքը հայտնի բժշկի թոռ է, ուրեմն կարող է բացակայել, կանված սովորել եւ այլն։ Հակառակը շատ մեծ ստրես եմ տարել եւ միջև հիմա էլ տանում եմ, որ իմանան այ ինքը բժիշկների սերունդ է շարունակում, ուրեմն պետք է ամենալավը այդ վերաբերմունքը միշտ եղել է, նույնիսկ իմ տարիներին եւ սովորելի, ասում են այ այս ինչի զավակն է, այս ինչի թոռն է եւ ավտոմատ գնահատականը 1 բալ բարձրանում էր։ Որոշ տեղերում բարձրանում է, որոշ տեղերում իջնում է, հատկապես հասակակիցների շրջանում։ Բայց ով հանդեպ ինչ վերաբերմունք ունի։ Այո, փորձել եմ չշահագործել, հուսամ թե պես է ստացվել է։ Դուք արտակնապես շատ նման եք ձեր պապիկին, Ալեքսանդր Մալայանին, շատ այսպես գենն իրենն ասում է, ինչպես ասում են, այ ինչ եք հիշում իրենից, ինչ պատգամ է թողել, ինչ խորհուրդ է տվել, թե շատ են դրանք եղել, որ այսօր կիրառում եք եւ բժշկության մեջ եւ կյանքում ինչու ոչ։ Ամենակարևորը, որ բժշկության մեջ շատ լավ հիշում եմ, որ ասած եթե դու զգում ես, որ դու չես հասկանում, մի արա։ Դիմիր ուրիշ թող դիմի ուրիշ մասնագետի, խորհուրդ հարցրու, օգնություն հարցրու, բայց երբեք չմեծամտանաս որպես բժիշկ եւ չհամարես, որ դու ամեն ինչ գիտես։ Չկա տենց մարդ, որ ամեն ինչ գիտի։ Եթե զգում ես, որ դժվարանում ես տվյալ կլինիկական դեպքի հետ կապված, հետ գնա, մի վնասիր հիվանդին եւ դիմի օգնությանը քեզնից աղաքից, ավելի փորձառուից, որպեսզի պացիենտը չտուժի։ Ամենամեծ մեծությունը դա պացիենտն է եւ դրա շուրջ պետք է ամեն ինչ պատտվի։ Իսկ մտածել եք արդյոք, եթե չշարունակեիք այդ ձեր հայրիկի, պապերի գործը, ինչպես կդասավորվեր ձեր կյանքը։ Որ ասպարեզում կլինեք այսօր։ Չեմ պատկերացնում։ Չէ, քննարկվել ընդհանրապես։ Չի քննարկվել, քանի որ ես ինքս չեմ ցանկացել։ Այնպես չի, որ ես ուզում էի այլ բան, բայց տնեցիք այստեղ ինչ որ ստիպեցին, նման բան չի եղել եւ իսկապես չեմ պատկերացնում։ Ես շատ եմ սիրում պացիենտի այդ աշխատանքը, շատ։ Պացիենտի այդ շփումը, բացատրել, խոսել եւ այլն, եւ դա շատ է ինձ օգնում հասնել լավ արդյունքի, քանի որ գործի կեսը դա պացիենտի հետ խոսելն է, քննարկելը, հոգեբանական աշխատանքն է, պացիենտը եթե քեզ վստահես, դու ավելի վստահ ես աշխատում, վստահ ես վիրահատում։ Վստահությունն ասացիք, ուզում եմ պատկերացնել մի իրավիճակ, երբ գալիս է անծանոթ բուժարուն, մտնում է ձեր սենյակ, ազգանունը ոչինչ չի ասում, տեսնում է գեղեցկադեմ ժպտերես մի աղջնակ իրեն ասում է բարև ձեզ։ Բնականաբար ինչ որտեղ գուցեև ունի թերհավատություն, որ արդյոք ունի այդ փորձը, այս երիտասարդ, արտաքինով գեղեցկուհին։ Ինչպես եք փորձում արագ այդ կարծրատիպը կոտրել եւ մտնել հոգեբանությունը,
Հեշտ չի ամեն դեպքում բուժարուի հետ աշխատելը, որպես երևի վստահ խոսքն է արդեն պացիենտին համոզում, այսինքն քո խոսքի վստահությունը, տոնայնությունը, ճիշտ բառերի ընտրությունը, այդ ամեն ինչը իհարկե պացիենտին որոշակի հուսամ այո, հիմնականում այո փոխվում է եւ հետո կապը շատ լավ է ստացվում եւ վստահությունը ստացվում է ամեն դեպքում։ Դա իհարկե կրկին տարիների աշխատանքի շնորհիվ է հասկանում ոնց խոսես ում հետ, ինչ տիպի մարդու հետ, չէ՞ որ օրվա մեջ մենք 50-ից 60 պացիենտ ամենակիչը ընդունում ենք, տարբեր շատ տարբեր բնավորությունների, տարբեր շերտերի եւ տարի։ Բոլորի հետ արդեն կարողանում ենք ամեն մեկի հետ իր լեզվով բնականաբար պահելով բժշկի կեցվածք եւ ամեն ինչը, բայց պացիենտներ կան, ովքեր սիրում են ավելի խիստ զրույցներ, պացիենտներ կան, ովքեր ավելի sense մտերմիկ, ավելի པարզ լեզվով են սիրում խոսել, դա արդեն փորձի հետ է գալիս իհարկե։ Ես այսպես նայում եմ ձեզ եւ անկեղծաբար այսպես եւ հիանում եւ զարմանում, ինչու, որովհետեւ ունենալով նման գենետիկա, նման գեներ, սովորելով նման հաստատություն եւ ունենալով արդեն կարելի ասել կլինիկա սեփական, չէ՞։ Այսինքն այդ ճանապարհը ամբողջ դուք բժշկի ջան չափից ավելի համեստ եք։ Դա այդպես լինում է, որովհետև կարծրատիպ կա, որ նման այսպես երեխաները, այս gold երիտասարդը պետք է լինի մի քիչ ավելի հավակնոտ, չէ՞, հա։ Սեր մասին կարծես թե բացարձակ դա չես ասի։ Սա խոսում է ինչի մասին։ Դուք այդպես ծնվել եք, թե ձեզ սովորեցրել են այդպեսին լինել։ Երևի սովորեցրել են, դա մեր ընտանիքին շատ բնորոշ է համեստությունը։ Իմ մայրիկի հետ էլ որ շփվեք, շփվել եք, չեք ասում, որ ինքը մալանի դուստերն է, կարող է շատ ավելի ուրիշ ձև իրեն պահել, բայց ոչ համեստ, զուսպ։ Կարծում եմ ավելի շատ ընտանիքի դաստիարակությունն է դա, որ փորձում ենք, ես էլ եմ փորձում երեխաներին եւս դա փոխանցել։ Ձեր երեխաներին։ Որ դու պետք է լինես ամեն դեպքում զուսպ, հանգիստ, առանց ոչ մի ավելացությունների։ Իսկ եթե երեխաները չընտրեն ձեր ճանապարհը։ Ես չեմ նեղվի իհարկե կցանկանամ, բայց երբևէ չեմ ստիպի իմանալով թե դա ինչ կրկին եմ ասում զոհաբերություններ է պահանջում, շատ բաներ քեզ պետք է զրկես, դա պետք է անես սիրելով եւ մտքումդ այդ վերջնակետը նպատակը պահելով, եթե իրենք դա չցանկացան, չի ստացվի։ Ինչ է սովորացրել ձեզ մայրը եւ արդյոք խիստ է եղել ընտանիքում։ Շատ խիստ է եղել եւ մինչեւ հիմա խիստ է, բայց ես գտնում եմ, որ եթե ինքը այդպես խիստ չլիներ, միգուցե ձեր ասած այդ համեստությունը ես չունենայի եւ միանշանակ շատ ուրիշ մարդ կլինեի, թե որպես մասնագետ, թե ընտանիքում, թե սովորական կյանքում։ Այսպես որ խստությունը ես գտնում եմ, որ ճիշտ է։ Եվ այդ խստությունն եղել պատճառը, որ ուսանողական կյանքը կարելի ասել ձեր կողքով է անցել գնացել, չեք հասցրել վայելել։ Չէ, դա համասարանի պատճառով է այդպես եղել, այնպես չի որ միայն ես էի։ Եթե ուզում ես լավ սովորել, պետք է իրոք որոշակի այդ հաճույքներից զրկես քեզ, ահա։ Եվ այսպեսի նաև խնդիր կա։ Սովորաբար բժիշկների, իրավաբանների, մասնագետների, ովքեր էլի դինաստիայով այսպես գալիս են, նրանք ուզում են, որ իրենց տղան կամ աղջիկը նույնպես ընտրյալը լինի, համապատասխան մասնագիտության տեր մարդ, որպեսզի չկորչի, հա, այդ ընտանեկան, ինչպես ասում են, ավանդույթը։ Ձեզ նման պարտադրանք եղել է, թե դուք ազատ եք եղել ընտրության մեջ։ Ես ազատ եմ եղել իմ ընտրության մեջ, բացարձակապես նման խոսակցություններ չեն եղել, ոչ իմ հայրն է բժիշկ, ոչ մորաքրոջս ամուսինն է բժիշկ։ Ինչ եք ասում, ձեր հայրիկը բժիշկ չեն, բժիշկ ենք այս պահին միայն ես ու մայրս պրակտիկ եւ բացարձակապես իմ ընտրությունը դրանով չի սահմանափակվել։ Հակառակը ես չելուծենա բժիշկ ամուսին միանշանակ։ Ինչու՞։ Որովհետեւ հոգեպես դա շատ ծանր է, երկու մարդ տանը, ով այդ հոգեբանական ծանր բեռը տանում են։ Դա ամբիցիաների մասին հուսամ։ Չէ, ամբիցիաների մասին չի։ Դա ամեն դեպքում բժշկի բեռը ծանր է եւ դժվար է օրական այդ 50-60 հոգուն ճանապարհել եւ գալ տուն, ասենց ուրախ զվարթ թեթև, կարծես ոչ մի բան չի եղել, այնպես չի որ բոլոր դեպքերն են լավ ավարտվում, լինում են հանդիպում ես ծանր խնդիրների, որոնց դեպքում չես կարող օգնել եւ եթե նորմալ հոգեբանություն ունեցող մարդ ես, դա թեթև տանել չես կարող։ Այդ ծանրությունից խոսեցիք, այդ նեգատիվը նաև որ ձեր մեջ, հա, աշխատանքից հետո գալիս եք տուն, ընտանիք, ինչպես է փորձում բժիշկը լիցքաթափվել ի վերջո։ Տունն էլ է, չէ՞, մի առանձին աշխատանք։ Եվ շփվել երեխաների, որպես մայրիկ։
Դժվար է շատ այդ փախչում եք բոլորից։ Սովորում է, չէ, չես կարող փախչել բոլորից երկու երեխայի պայմաններում, բայց պետք է գիտակցես, որ երեխան է բացարձակ մեղավոր չեն, որ դու ընտրել ես այս ճանապարհը, որ դու շփվում ես այսինչ խնդիրների հետ։ Լիցքաթափման ինչ որ դες համար այլ։ Իրականում երեխաների հետ շփվում հենց իրանով լիցքաթափման ձև է։ Իրանք այնքան թեթև են, ուրախ են, անմեղ են, որ շփվում ես իրանց հետ այդ ջերմությունը, սերը, որ իրանք քեզ են տալիս, միանշանակ լիցքաթափման։ Այո, այսօր շատ ու շատ բժիշկներ մի առանձին թիմ են պահում իրենց համացանցային PR-ը ապահովելու համար։ Մի կեսը ողջունում է օգտատերերի, մյուս կեսն ասում է, եթե այդքան լուրջ բժիշկ է, ապա ժամանակ որտեղից ներկայանում է անդադ նկարվում է ձեր վերաբերմունքը ինչպեսին է այսօր ընտրել մասնագիտական այդ ծանր օրվա մեջ ինչպես ժամանակ հատկացնել լինել նաև ակտիվ համացանցում ինչպես է շատ իհարկե դժվար է բայց կարծում եմ միջինը պահել այդքան էլ այնպես խիստ քննադատման չծայրահեղացնել ես փորձում եմ ակտիվ լինել իհարկե քանի որ գիտակցում եմ որ այժմ մեր ժամանակներում դա կարևոր է ունենալ սոցիալական էջեր որի միջոցով պացիենտը քեզ ճանաչում է գտնում է հաճախ եւ հենց այդպես էլ ընտրում է որ բայց բժիշկը գովազդի կարիք ունի բժիշկը բոլորը միշտ այո գովազդի իհարկե այո կան հաճախ դու անում ես շատ մեծ գործ շատ մեծ գործ բայց ոչ մեկ դրա մասին չգիտի Մեզ թվում է, որ ոնց կարան չիմանան, օրինակ մալային հիվանդանոցի մասին, բայց 19-20 տարեկան երեխաները կարող է եւ չիմանան, քանի որ չեն առաջայեշտվել ծնողները միգուցե արի մասին օրինակ ինչպես չգիտեք հագաստի սերունդը մեծ ավելի տեղեկացված է դե ուղի է այն ժամանակ կար միայն մալայան կենտրոնը եւ ամեն ինչ պատտվում էր դրա շուրջ բնականաբար ավելի շատ էր խոսվում քննարկվում եւ այլն քան հիմա Շատ հետաքրքիր ու բացահայտիչ էր, կարծում եմ բոլոր նրանց համար, այն բուժարուների, ովքեր եկել են ձեզ մոտ եւ մեծ գոհունակությամբ հեռացել են, հետո իմանալով ում հետ գործ ունեին։ Էնց էլ ա եղել, պացիենտ են վարել տարիներով, ի սկզբանե պապիկս էր վիրատել շատ շուտ, հետո են իմացել ու սենց արդեն, վայ, ոնց թե դու իմ բժշկի թորնիկն ես, ասում եմ, այո, բա ինչի՞ ես ասում, դե ինչ խոսեմ, ոնց տենց ասեմ Ես գիտես ով մեծ մարդիկ չեմ ասի սովորաբար լիքը եւ ծանրակշիռ Մեր այսօրվա զրույցն էլ կարծում լույս փռեց եւ բացահայտումներ ունեցանք նաեւ մեծ հետևողների համար Շնորհակալ ենք եւ հաջողություն շնորհակալ հրավերի համար շնորհակալություն Իսկ մենք քիչ անց դիմավորենք մեր հաջորդ կոչվող բժիշկ հյուրին Մեր հաջորդ կոչվող բժիշկ հյուրը պլաստիկ եւ միկրովիրաբույժ Արամ Սահակյանն է, բարև ձեզ, բարեկալուստ լույսով առիր տաղավար։ Ողջույն դոկտոր ջան, մեզ համար իսկապես մեծ պարտություն է ներկայանալ ձեր կողքին, այս դեպքում մենք ներկայանալ, որովհետեւ չհասցրեցինք ցավոք սրտի ներկայանալ մի մարդու կողքին, ով ասոցացվում էր Հայաստանի քշրի հետ, այսինքն մի Հայաստան, մի Արտո Ձեր հայրը Արտավազդ Բագրատիչ Սահակյանը Մարդ ով վրաջ at Բոգը, այդպես են իրեն միշտ ասել եւ վիրտուոզ Այսօր դուք իր հետնորդն եք եւ արժանի հետնորդն եք Դժվար չի ապրել այդ գիտակցությամբ, որ այդ մեծ պատասխանատվությունն եք կրում Շատ դժվար է իրականում Առավել եւս նրա կորուստից հետո շատ ավելի եմ սկսել գիտակցել թե ում եմ կորցրել ոչ թե որպես միայն հայր այլ որպես բժիշկ եւ ամեն օր առնչվում եմ իրականում այդ ամենի հետ երբ որ շատ մեծ բարդ դեպքեր են լինում այդ պահին ես հասկանում որ եթե այն ժամանակ կզանգեր կհարցներ հիմա մարդ չկամ զանգես հարցնես թե ինչ անես Այդ ամենահավոր զգացողությունն է, հա, այսինքն ստեղ ոչ թե հայր եք կորցրել, նաև ուսուցիչ։ Անշուշտ, բարիս բոլոր իմաստներով ուսուցիչ, որը որ ցանկացած պահի կգար եւ հարցդ կլուծեր վիրահատարանում, եւ դու անկախ նրանից ինչ իրավիճակում էր, մեկը գիտեիր, որ Արտավազդ Բագրատիչը շատ կարճ դիստանցիայի վրա, որտեղ էլ լինի հասնելու է։
Երկե շատ պարտավորեցնող է լինել նման հեղինակավոր բժշկի զավակ, իսկ այ մասնագիտական ուղու ընտրության հարցում այստեղ հայրիկի ցանկությունը մեծ դեր խաղաց, թե ձեզ մոտ դա արդեն կարծես դրոշմվել էր եւ այլ տարբերակ չի քննարկվել։ Իրականում բազմիցս խոսվել է, ես հենց երեք էլ ընկերոջս հետ Մակարի հետ խոսում ենք, ասում իմ դասարանից է, դասընկերս է, ասում է, բայց մենք չէինք էլ մտածում, որ Արամը ուրիշ բան էլ կարող է ընտրի, այսինքն իմ բոլոր անգամ ընկերների մոտ, ոչ միայն իմ մոտ այդ ժամանակ, դպրոցական տարիներին, չի եղել այլ կարծիք, որ Շրջապատը այո, այդպես է պետք է կարծի, իսկ դուք ես էլ չեմ կարող, իմ մոտ չի եղել ընտրություն, ընտրության խնդիր չի եղել։ Բայց չէ՞ որ դուք ունեք եղբայր, ով ընդհանուր միջև Եղբայրս 10 տարի փոքր է, մինչև ինքը եկավ հասավ ընտրության, բայց իմ մոտ բացարձակ չեմ ունեցել, այդ խնդիրը չտենց։ Ակամը այդպես է դրված եղել, որ պետք է լինի վիրաբույժ։ Այո։ Շարունակի իր ուղը։ Չի, օրինակ իմ երեխաները հիմա այդ միակը, որի մոտ չի եղել ընտրություն, էլի մեծ դուստրս է, որը բժիշկ է, ապագա եւ նա էլ նույն մտածելակերպով, հոգով, ապրելակերպով է բժիշկ։ Կոչումով են էլի բժիշկ։ Բայց իմ բոլոր մնացած զավակները նրանք տենց ընտրում էին այս կողմ, թե այն կողմ։ Դե այսօրվա սերենին դժվար է ինչ-որ բան պարտադրել եւ ասել, չէ, պետք է շարունակես իմ գործը։ Թե հետո պարտադրելը մի քիչ Ճակերտներ։ չէ, խորհուրդ էլ չեմ ուզում տամ, որովհետև սխալվելու դեպքում թող իրանք սխալվեն։ Բայց հոգու խորքում կա այդ Չէ, բացարձակ։ Ես հիմա որ մտածում, ես հիմա իմ ավագ դստերը չէի թողի բժշկական գնա։ Հանգամանքները բժշկի կյանքի ինչ է փոխվել, հա, այդ տարիների ընթացքում։ Իրականում շատ բան է փոխվել։ Ես ինքս տեսել եմ բժիշկների մի քանի սերունդներ, որոնք ավագ սերունդը, որին ինչ ծնվել եմ, հանդիպել եմ, տեսել եմ, ծանոթ եմ եղել, նրանք հասարակության կողմից, պացիենտների կողմից շատ ավելի գնահատված էին, անշուշտ։ Իրականում բժիշկների որակն է հիմա փոխվել։ Ես միշտ ինչպես ամեն մի քիչ շատ ոնց ասեմ, բոլորին իհարկե չեմ կարող ասել դա, բոլորին չի վերաբերվում, բայց երբեմն բժշկությունը եւ բիզնես մտածելակերպը շատ զուգահեռագնում։ Շատ զուգահեռ։ Կամ խառնվել է իրար։ Ես վստահ եմ, որ բոլորիս բայց բիզնեսի կոմպոնենտը տասնամյակներ առաջ եւս եղել է, սկսած բուհ ընդունվելուց։ Դրա հետ եմ համաձայն, բայց այդ մակարդակի չի եղել։ Օրինակ ես իմ համար այ բժիշկ ռուսերեն բառը վրաչ, այդ մի քիչ ուրիշ կերպարի հետ է։ Դա այսօրվա մոդել բժիշկ, այսօրվա բժիշկ։ Այսօր դոկտորն է, դոկտոր Այբալի, կերպարը, բժիշկի կերպը, ես տեսել եմ այնպիսի մեծություններ, որպես բժիշկ, որ սենց իրանց բակում, իրանց գյուղում, իրանց քաղաքում, իրանք շատ հարգված էին, ինչ խոսք տարիներ առաջ։ Անշուշտ մեծ տարբերություն հասարակության մեջ։ Կոպիտ ասած, ոնց որ Աստված վերևը, ներքևում բժիշկը, չէ՞։ Ես հիշում նոյեմբերանում բժիշկներ ունեինք, որ բժիշկը միտեղ գնում էր, բոլորը ճանաչեին բժիշկին, նույնը քաղաքում էր։ Գարեին մորթում, հիշում եք։ Մեր բաբիկներ դասախոս էր, այդպես որ մտնում էր, գարեի մորթում էր, հարգանքը։ Որ այսօր կարծես չեմ ասում յետին պլան, բայց ինչ որտեղ ինչ որ բան պակաս։ Դա բժիշկների մեղքով է անշուշտ։ Հայտնվեցին համացանցում, սկսեցին գովազդել իրենց, ի՞նչն է խնդիրը։ Ես թե այդ բիզնեսն եկավ առաջ այնքան, որ այն նվիրյալը այդ բոմբոնյերկա կոնյակ ասված այն տարիներից մինչ այսօր ինչ որ բան գուցե ավել պակաս մնացել է։ Մնացել է, բայց բժիշկների մարդկային որակների մեծ կրկնում եմ, ոչ բոլորի, ես անշուշտ գիտեմ նվիրյալներ, որոնք համացանցում չկան, որոնք չեն գովազդվում, բայց որոնք կոնկրետ աշխատում են եւ կոնկրետ փրկում են կյանք։ Կորոնավիրուսի ժամանակ ինչ արեց բժշկությունը։ Այո։ Փրկեց մարդու։ Եթե լավ կհիշեք, այդ ժամանակ էլի աստվածացնում էին բժիշկներին։ Այո, այդ արձանները նորից լուսավորում բժիշկների կերպարներով, բայց շատ արագ մոռացվեց
կարծում բժիշկն էլ հասարակության մի անդամ է, որը իհարկե բարձրաձայնելու է ու իր խոսքն ասելու է։ Երբեմն շատ ավելի լսելի պետք է լինի, որովհետև ավելի լայն շրջանակների մասնագիտության ներկայացուցիչ։ Թիվ 1-ը դա այդպես է, չի դա շարունակ այդպես է եղել։ Ինչ ոչ մի մասնագետ կյանք չի փրկում, սա բժիշկը միակ։ Բայց շամ հասարակությունը ասում է, օրինակ արվեստի մարդկանց, հա, վերաբերյալ, որ արվեստի մարդը պետք է չզբաղվի մնացած այլ հարակից, միայն գրի իր երգը, միայն գրի իր երգը, այս դեպքում, հա, եւ դրանով երգն ու երգը եւ մնացած եւ դրանով սահմանափակվի, այսինքն ձայն բարբարո անապատի չխառնվի ոչինչի մեջ։ Ինչ ասել ու մարդու բերանը փակել, ասել դու սուս բնա։ Դոկտոր, ի՞նչն է փոխվել այսօր, որ դուք ունեք այդ նման հա կարծիքը, որ կարծես բժիշկը այդքան էլ հարգված չէ հասարակության կողմից։ Ընկալումներն են փոխվել, ի՞նչն է։ Համ ընկալումներն են փոխվել, համ բժիշկի մոտեցումն է փոխվել ամեն ինչին։ Ես չեմ ուզում մեղադրեմ, բոլորս էլ ուզում ենք վաստակել եւ ավելի շատ վաստակել, բայց դա երբեք չպետք է խաչվի պացիենտի առողջության, պացիենտի գրպանի ոչ թե հաշվին, այլ աչքդ մեջը լինի։ Ես միշտ իմ ուսանողներին եւ արձինատերերին ասում, որ ոչ ոք ինձնից շատ փող չի սիրում, բայց ես չեմ ուզում իր փողը գողանամ, ավել մի բան անեմ, ավել հաշվեմ, ավել գողանա բուժելով, թե չբուժելով։ Գիտեք ոնց է, փոքրիկ գաղտնիքներ կա, որ չեն, բայց դու կարող ես տենց բան անես, կարող ես քեզ թույլ տալ։ Բայց թե ինչքանով է դա օրենքի սահմաններում եւ խղճիտ օրենսգրքի մեջ տեղավորվում։ Վերադառնալով Արտավազդ Բագրատիչին, պետք է հարցնեմ, լինելով հանճարեղ բժիշկ, նա արդյոք հանճարեղ հայր էր, թե բժշկությունը շատ էր խնում ընտանիքից նրան։ Նա հանճարեղ հայր էր անշուշտ։ Նա հանճարեղ էր նրանով, որ ժամանակ չունենալով նա միշտ իմացել է ով ինչ է անում, որտեղ է եւ միշտ կառավարման իր լծակները, իր միշտ որ թելից քաշի, որ դու ճիշտ բան անես, անտարբերություն չէ մեզ ես ու եղբայրս, իմ անգամ իմ երեխաները անգամ, եղբորս երեխան միշտ իր աչքի տակ են, թե ով ինչ որտեղ ինչ գնահատական օրվա վերջում իրեն զանգելու էին, ասեին ասենց արեցին։ Ինչ եք ասում, հետևողական, այդչափ։ Այն որովհետև երբեք զուր ժամանակ չի կորցրել, ոչ մի բանի վրա, ավել երկու բառ չէր խոսում։ Հա։ Ժամանակ չէր ծախսում մեղմ ասեմ հիմարությունների, երկար բարակ խոսակցությունների։ Չի կարելիները որն էր, որ ձեզ որպես падգամ է թողել, որ այսպես մի արա կամ հակառակ այսպես արա։ Կամ ուղղակի падգամ, որ միշտ ձեզ հետ է, падգամ հայրիկից։ Ինքը ինձ խիղճ է փոխանցել, որը որ ես հիմա զգում եմ իմ մեջ ու սա ոչ թե բարձր բառ է իմ համար հիմա որ ասենց ասեմ, բայց ես ամեն ինչ որ մի քայլ անելուց մի հատ իմ հետ իր հետ զրուցում եմ մտքում։ Արդյոք ճիշտ կանը, օրինակ դեպք պատմեմ մի հատ մի քանի օր առաջվա հետաքրքիր էլի հենց խղճից է գա։ Ես սեղանի շուրջ նստած էի, դեպք էին բերել, պետք է իմ ոչ իմ ժամներ աշխատելու, ոչ իմ հերթապահության ժամներ, բայց գիտեի որ դեպքը գալիս է, զանգել են ու սենց ներսից խիղճը իր ձայնով ասում է այդ սեղանը թող դավայ շուտ գնա բիրահատարան մտի Էդ էլ է սովորացել որ միշտ ծանրութ հետևանես թե որն է կարևոր իհարկե սեղանը շատ հաճելի էր շատ լավ ընտանիքում լինում են խնդիրներ նման երևույթների շուրջ այ կինը միգուցե ասի դու մեզ ավելի քիչ ես սիրում լավ է հենց բառով էլ ասեմ խլում ա քեզ կամ ձեր մայրիկը միգուցե եղել են այ որ պացիենտներն են Արտավազդ Բագրատիչն որ նա պատրաստ այո գնա թև հավաքի, ձեռք հավաքի զրոյից, բայց այդ պահին ընտանիքը տուժի։ Պետք է գնար հանգստի չգնա, պետք է ինչ-որ մի առիթի մասնակցեր, չմասնակցի, այս այդ խնդիրները եղել են հենց դրա շուրջ։ Միշտ էլ եղել են։ Միշտ են եղել։ Բայց թե մայրս, թե կինս, քանի որ գիտակցում թե իմ, թե հորս կայացման ամենասկզբից
մայրս էլ կինս էլ տեսել են, այսինքն ես օրինակ ինքս 23-24 տարի ամուսնացած ենք, դպրոցից տենց այսինքն գիտակցաբար եկել հասել է ու հիմա գիտի որ տենց է, կյանքը տենց է, ինքը դրա այլ տարբերակը չի տեսել, նույնը մայրիկիս պարագայում տենց են սովորել, դա նորմա է եղել, այսինքն եթե փոխվեր ժամանակի ընթացքում քիչ շատանար բան, տենց կարող է դժգոհություններ շատ լինեն։ 24/7 ռեժիմով աշխատել ամեն մարդու բան չէ, ինչը բնականաբար բժիշկի համար դա գուցե սովորական ռեժիմ է, բայց ինչպես հա յուրաքանչյուր մարդ նաև բժիշկը եւս հոգնում է եւ ուզում է լիցքաթափվել։ Ձեր պարագայում բանաձևը որն է, նաև այն տարածված միֆը, որ հատկապես վիրաբույժները պարտադիր այդ 50 գրամը պետք է լինի, որպեսզի մտնեն ավելի վստահ։ Հա, դա միֆ է։ Դա միֆ է, թե դա այդպես։ 50 գրամ միշտ շատ լավ բան է, ես կարծում, բայց չէ, օրինակ ես հանգստանում երեխաներիս հետ։ Ժամանակին լրիվ ուրիշ էր, բայց կյանքը ցույց տվեց, որ 50 գրամները սկսում են խանգարել։ Եվ ավելի թանկ եւ ավելի հանգիստ, ավելի լավ տեղը գտնում ես երեխաներիդ հետ, ընտանիքիդ հետ։ Որտեղ մենակ ընդեղ է, որ քեզ իսկապես են սիրում։ Եվ իսկապես օրինակ իմ փոքր աղջիկս, որ ես իմ փոքր աղջիկս գնում եմ։ Ձերը դստեր են։ 3 դուստր ունեմ, մի որդի։ Հա, ի վերջո որդի հաս։ Չէ, որդին երրորդն է։ Հետո Հա, լավ հասկացա։ Ահա։ Թե չէ 50 գրամը չէ, արդեն 50 գրամը անցել է անցավ այդ ժամանակները, հա։ Դե որտեղ այդ միֆը կար, որ պարտադիր վիրաբույժը միջև այդ 50 գրամը չընդունի։ Շատ բարդ դեպքերից հետո 50 չէ, 250 է պետք։ Բայց այդ առանձին դեպքերի է վերաբերվում։ Ես ուզում եմ ֆենոմենը հասկանալ, նորից եմ անդրադառնում եւ վերադառնում Արտավազդ Բագրատիչին։ Իր ֆենոմենը բոլորը գիտեն, որ վիրտուոզ էր, նորից եմ կրկնում եւ հանճարեղ բժիշկ, բայց այդ դժվար է դա ընդունել է։ Ես անգամ խոսել եմ շատ վիրաբույժների հետ, ովքեր ասել են մենք հեռու ենք մի համեմատիր։ Ես ձեզ էլ հիշում եք, ասացի, որ խոսակցություններ կա, որ որդին գրեթե իր նման վիրահատում է, դուք ասացիք վայ այդպիսի բան, բայց ես լսել եմ այդ խոսակցությունները, որ այո, դուք իր ձեռագիրն ունեք։ Ինչ է աշխում ձեռագիր եւ ինչու են ընդունում կոնկուրենտ բժշկին։ Ինչն էր բայց ես ասեմ, իր պարագայում հայրս մեծ գիտելիքի բագաժի կարող էր եւ անսպառ աշխատասիրություններ դուք բոլորը երևի լսել եք 72 տարեկաններ նա առավոտը ժամը 7-ին կարող մտներ վիրահատարան դուրս գար հաջորդ օրը առավոտը 7-ին ու մենք երբեմն երիտասարդներս իր հետևից չենք էլ հասցնում հոգնում էինք բայց ասեմ ինչներ օգնում կազմակերպվածություններ իրան միշտ օգնում ինքը ոչ մի ավել գործիք վիրասրահում չէր օգտագործում, ոչ մի ավել շարժում չէր անում, ոչ մի մակրասեր կոնկրետ հա կոկիկ էներգիան էր ճիշտ էր բաշխում, ծախսվում այդ էներգիան։ Գաղտնիքներ իմանանք էլի։ Այդ շատ կարևոր է։ Այն վիրահատությունները, որ մենք անում ենք 3, 4, 5 ժամ, ինքը անում էր 1-2 ժամ, որտեվ ես անձամբ միշտ ասել եմ, ես սիրում եմ վիրասրահում խոսամ, մի քիչ Հա, ավելորդ ծախս է էլի գնում, ռեսուրսից կորուստ։ Վատնում ես դու այդ ինքը չուներ այդ բան, ինքը հստակ գիտեր 3 գործիք հա իրանես բանի պետք այդ էր օգտագործում, ավել բա փորձեր չէր անում, փորձարկումներ չէր անում խելքից դուրս, շատ ռեալ օբյեկտիվ գնահատում էր ինչա կատարվում։ Դոկտոր ջան, ձեր անձը չի կորել լինելով Արտավազդ Բագրատիչի տղա։ Երբեք չկորավ, ես շատ վախեցել եմ դրանից իրականում։ Այո, սերվական տարիներին օգնում էր հայրիկի անունը թե միշտ օգնել է, բայց ես ձեզ ասեմ, ամենաշատը որ ես զգացի ինձ օգնեց դա եւ չխանգարեց։ Այդ այն կետներ, երբ որ ինքը ինձ չընդունեց աշխատանքի, միշտ պատմել եմ այդ։ Վայ։ Պատմությունը շատ հայտնի է, որ ես դե քանի որ արձինատուրան անցա իր մոտ, ես էլ տենց արտոյի տղեն, հեսա կընդունվի այստեղ գործի, գնացի որ ընդունվեմ ավարտելուց հետո, ասած բայց ո՞վ է քեզ ասել, որ ընդունվելու ես ու ես նեղացա, գնացի տուն, տենց մամային, մամա, ես ինչ անում մարդը։ Մաման էլ արի հələ տեսներ երեխուն ինչ։ Երեխեն բան, բայց հետո ես հասկացա հանկարծ եթե ես ընդունվեի իր մոտ աշխատանք, ես իր մոտ իհարկե ընդունվեցի, բայց 2-3 տարի հետո։
ինքը թողեց բաց նավարկության ինձ ու ես միշտ ասոցացվում եմ, ձեզ ասեմ, մի հատ պատմության հետ, ոնց ինքին սովորացրեց հեծանիվ քշել։ Երբ նույն շատ նման է։ Մենք մեր Մաշտոցի այգու Պուրակում հիմիկվա բուլվարի Մալիբու հասած, հա։ Շատ քիչ դրվագներից, որ ես կհիշեմ, որ հայրս ինձ տենց այգում տարել էր ինձ, որ սովորացնի հեծանիվ քշեմ։ Ու սենց ես էլ արդեն 2 ականի հեծանիվ եմ ուզում քշեմ, բան մեծ եմ ինձ համարում, բան, ասում թող ինձ, թող ես մենակ կքշեմ, բան, ու պտտվեցի, տեսա ինքը արդեն շատ շուտվանից ինձ թողել է։ Արդեն ես մենակ եմ։ Եվ այդ շատ նման էր ինձ ուրիշ տեղ աշխատանքի, որ դու ասեց ցույց տվեց, որ մենակ գնա աշխատանքը տարա, որտեվ իրա կողքը հաստատ ոչ համարձակություն ձեռք կբերեի վիրասրահում մենակ գործելու եւ իհարկե կախված էլ ամեն դեպքում կախյալ կմնայի այդ մի բան լինի պապան դժվար է եւ հայրը անվանի մարդը համ օգնում է, բայց միառժամանակ փչացնելու է։ Բժիշկները բնականաբար ստիպված են շատ բաներից իրենց զոհել, հա, հանուն հաջողության, հանուն բուժառուի, բայց նաև ընկերական շրջապատը ձեր բարեկամը տուժում է թե ոչ։ Ընկերին հասցնում եք տեսնել ինձ այսօր տուժել է, երեք տուժել է։ Դե եկեք բալանսի բերենք։ Լավ, քանի որ հիմա ռեալ ընկերոջ հանդիպելու հնարավորություն չկա, մենք առաջարկում ենք զանգել որևէ ընկերոջ այս բանի մարդ, ում դուք միշտ կարող եք ցանկացած ժամի զանգալ եւ դիվատաթար անել։ Հա։ Դուք ընտրեք, ում եք զանգարում, բայց մենք ունենք Միգուցե անհետ հարցը ուղեք, միգուցե հումորային, միգուցե լուրջ։ Կընտրեցեք ընդհանրապես հարցը պաստառից եւ Ում հիշեցիք այս բանին։ Ում եք զանգարում։ Դավիթին։ Մանկության։ Չէ, իմ ընկերն է։ Ոնց ես, ինչ ես այսպես հարցնում եք սովորական եւ մոտենում հարցին։ Ինքը երբեք չի պատասխանում։ Հա, գիտեք ում եք զանգում, հա, ոչ։ Ты звоню позже, если. Լավ, սպասենք։ Հա, Դավիթը կտեսնի, դա կապսոսա, որ եթերում չհայտնվեց։ Սենց բանկը։ Ինչ կա, նախորդ։ Բան չծավալը մենք կտոնենք ու դիչնիկ բանկը նամն դեհ։ Դա հենց լսի, ես քեզ մի հատ բան եմ ուզում հարցնել։ Այսա։ Դու քանի տարեկան ես քայլել։ Ես։ Բարոյցներքո։ Չէ, քայլել որ տարիքից ես սկսել։ Քայլել։ Չեմ կարող շմոդերին երկուսել։ Եկոքես։ Հաստատ վստահ ես դու։ Այո, չեմ կարող։ Յոմ հարցում եմ ընկեր։ Ցիկին։ Հա։ Լավ, Դավիթ, շատ անհումոր պատասխան տվեցին, շատ բուկվալն հասկացար իմ հարց հաղորդման հյուրեն։ Մենք ողջունում ենք ձեզ Դավիթ ջան, այո, Լուիսը Վարիրից։ Դոկտորը մեր հյուրն է եւ մենք ստիպեցինք, որ ձեզ զանգահարի, բարի բուն իմաստով եւ ուղղի էս հումորային հարցը։ Իրականում, ահա։ Ես հասկացա։ Հիմա պետք է ես քանի տարեկան եմ սկսել քայլել։ Դե եթե ուզում եք կարող։ Այո։ Արդեն ժամանակավրեպ է, այո։ Շնորհակալ ենք, լավ օր ձեզ։ Քեզ հիանալի օր եմ մաղթում, պակատավայ։ Շնորհակալ ենք, լավ եղեք։ Բժիշկները իրոք շատ լուրջ մարդիկ են, այդպես է ստացվում։ Շատ լուրջ ընդունեց հարցս ինչ որ։ Հա։ Բժիշկը պետք է ունենա հումոր թե չէ եւ արդյոք Հումորը փրկում է այդ ամենը։ Փրկում է։ Միանշանակ նենց սև հումորներ մենք որ Դե բժշկի սև հումորը, այո, Քեսի մենք երոչը նենց բաներ ուղարկել, այդ որ ուրիշ մարդնայք ասից շատ դժվար բաներ ենք իրար ուղարկում։ Իսկ կաթափում եմ այդ բերում։ Իսկ այդ հումորը պացիենտի բուժառուի հետ Պացիենտի հետ էլ իհարկե, հա, իրան չպետք է թողես վախի աստիճանի հասցնես։ Պետքա ցրես այդ իր մտքերը բան, որ
որտեղ պացիենտը որ գալիս է, ի սկզբանե եկել է արդեն վախեցած։ Մի քիչ էլ վախացնես, մանավանդ ծանր վիրահատությունից առաջ մենք առաջարկում ենք քիչ անց դիմավորել նաև մեր հաջորդ կոչումով բժիշկ հյուրին։ Որակով գինի, կոչումով գինեգործներից։ Որի անունն է Վանարդի։ Վանարդի արտադրողը կոչումով է, թե ոչ Գերդաստանից է եկել, այս հմտությունը թե ոչ պարզ չի, բայց որ արտակարգ գինի է ստացվում արդյունքում հաստատ է։ Դա փաստ է։ Վանարդի։ Մեզ միացավ բժիշկ, ստոմատոլոգ, իմպլանտոլոգ Արթուր Մանուկյանը։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ողջույն, ողջույն դոկտոր ջան։ Շնորհակալություն, ինչպես ասում են, ոտս խերով լինի, ձեզ կանաչ եթեր։ Շնորհակալ ենք։ Բժշկությունը դուք էլ կարծես թե պապիկից եք ժառանգել այս դեպքում եւ ձեր մորական պապիկը հայտնի բժիշկ է եղել։ Այստեղ ոչ միայն դուք, այլ նաեւ ձեր եղբայրը, երկուսով։ Եթե մի ընտանիքից մեկն է լինում, տվյալ դեպքում դուք երկուսդ դա ժառանգել եք։ Այո։ Պարտադրանք պապիկի կողմից արդյոք եղել է որպեսզի տղաթոռները այսպես բժիշկ դառնան, թե դա եղել է սեր մանկուց ինչ որ սերմանված։ Դե պարտադրանք գիտեք ոնց իհարկե այնպես ուղիղ տեքստով դա ամեն ինչը չէր ասվում, բայց զգացվում էր թե ինչ կրկոտ հայացք կար պապիկիս մոտ, երբ որ ինքը տեսնում էր, որ առաջի թոռնիկը ընդունվեց բժշկական համալսարան եւ հպարտություն պարծանք կար այդ ժամանակ, որ ահա մի քանի թոռները նստում էին, առաջինը մոտիկ նստում էր այդ բժիշկ ուսանողը, հա։ Դա ձեր եղբորս մասին էր, այնուհետև իհարկե ես եւ բոլորը զգում էինք այդ վառվող աչքերը այդ ժամանակ ինչքան կարեւոր է դա, որ շարունակում է իրականում լինում է նաեւ հակառակը Տիգրանը ինձ թվում է երևի թե կհասկանա, որ շատ ժամանակ նաեւ լինում է Տիգրանի բժշկի ներողություն երեխաները, բժիշկների ծնողները, բժիշկ ծնողները չեն ուզում որ իրանց երեխաները գնան այդ ծանր քարքարոտ բավականին պատասխանատու տեղ անշնորհակալ աշխատանքով եւ զբաղվել օրինակ IT, չգիտեմ, ոլորտում, որը որ ավելի քիչ ռիսկերի հետ է կապված եւ այլ եւ հակառակն է նաեւ լինում։ Մեր պարագայում իմ ու եղբորս պարագայում հակառակն էր, այո, պապիկս շատ տենց վառված էր այդ մտքով, որ եւ եղբայրս ընդունվելով բժշկական համալսարան եւ մեծ հաջողություններ ունենալով արդեն ակամայից ինձ համար դա ոնց որ արդեն որոշում կայացրած էր, ես հիշում եմ, երբ որ հայրիկս փոքրիկ մի մոտիվացիոն, այսպես ասած, քայլ արեց, ուզեցավ այս խթանի հայտ, ամեն ասաց, դե լավ, դե ուզում ես դու էլ կընդունվես մեկ ուրիշ տեղ կդառնաս ոստիկան, ժողովրդական ասած մլիցա, հա, կներեք այդ արտահայտության համար, դա ինձ համար բավական այնց ծանր էր, էլի, այդ ոնց ես ոնց կարող եմ։ Բայց ես չդառնամ։ Հա, բայց ինչով եմ պակաս, բան, եւ այնպես դարձվեց, որ այո, ես ընդվեցի եւ միգուցե հետ չմնալ դրա համար դառնալ բժիշկ։ Այո, կար այդպիսի մի իհարկե կար այդ կոնկուրենցիա ներքին երեխայի ինչու են պակաս եւ այլ, որտեվ մեծ հաշվով պապիկի նույնպես այդ շողքը, հա, ընկնում էր այդ ամեն ինչի վրա, այդ մեր ամբողջ Գերդաստանի վրա, որ ահա հաջողվածը հենց Գրիգորն է իմ եղբայրը եւ բնականաբար ես ուզեցա որպեսի հետ չմնալ, այո, դա կար։ Կոնկուրենցիան կար փաստորեն, իսկ այն պատգամ, որ պապիկը փոխանցել էր եւ հիմա մինչ այսօր ձեզ հետ է պատգամը։ Պատգամը շատ նախ եւ առաջ ասեմ իմ պապիկս երկար տարիներ շատ կարկառուն բժիշկ է եղել, Արզնի առողջարանի գլխավոր բժիշկ Եղվարդում եւ այլ եղբայրս նույնպես ավարտելով բժշկական համալսարան երկու բառով ասեմ, որ ինչի համար բժշկական գիտությունների տեխնացու von Bolgi ստիպենդիատ Գերմանիայում երկար տարիներ 12 տարի ապրելուց հետ մեկտեղ վերադարձավ եւ պատգամը ես հիշում եմ որ պապիկս միշտ ասում էր հիշի որ պատասխան ես տալու ամեն վիրահատություն ամեն գործ անելուց պատասխան ես տալու դատախազի առջև այսինքն այնպես իրավիճակ էր որ դու պետք է անես ալգորիթմ հա պրոտոկոլային այսինքն որևիցե բան հոգնածություն ես տեսնում եմ մաքսիմալը ուժերից ներածի այսքան աշխատում եք զայլը բավականին ծանր աշխատանք ես մի փոքր կապ ունեմ հա TV մեդիայի հետ եւ շատ ժամանակ ասում ավելի լավ 5 հատ իմպլանտ դնեի քան թե այսքան
այսքան խոսել, միկրոֆոնը աշխատեց եւ այլ այդ իրավիճակները բավականին իսկապես ստրեսային են լինում, բայց միանշանակ նույնպես ինչպես նաև դուք որևիցե բան բաց չթողեն, յուրաքանչյուր մասնակցության մեջ մանրուքներ չկան, ամեն ինչը կարևոր է, հա, այդ հավաքական առավել է բժշկության մեջ։ Չէ, ուղղակի մեր դեպքում կյանքեր չեն տուժի, ձեր դեպքում կյանքը տուժում է։ Բայց յուրաքանչյուր խոսքը Տիգրան ջան, եթե թույլ տաս, ասեմ, որ կարող է այնպես վիրավորել թեկուզ հեռուստադիտողին, հա, թե քաղաքական, թե չգիտեմ, առավել եւս, հա, որ բավականին տհաճ լինի, այնպես որ Արթուր, այսօր այդ խանդը կա զավակների հանդեպ, թե ոչ, այ որ անպայման շարունակեն իմ ճանապարհը, ի վերջո։ Իմ զավակները։ Այո, երկու դուստր ունեք։ Ես մեծս արդեն պարապում է, որ ընդունվի ամերիկյան համալսարան եւ ընդհանրապես կապ չունեցող բժշկական եղբորս երեխաները 3 երեխա ունի, աղջիկը, բայց այնուամենայնիվ եղբորս որոշակի ճնշումով ընդունվում է բժշկական, փոքրս չգիտեմ, իրականում այո բժիշկ լինել դա օրնված այսպես ասած մասնագիտություն է։ Մշակությունների չեն սիրում։ Այո, ես հիշում եմ, որ մեծ հաշվով յուրաքանչյուր տեղ լինելով, հա, արտասահմանում կամ միշտ մայրիկս այնց ասում, դու ունես քո արհեստը, այսպես ասած, որովհետև անատոմիան թե բրազիլացին, թե չգիտեմ այլ ազգի բոլորի մոտ նույնն է, այսինքն դա քո հացն է, բայց միաժամանակ կան շատ քարքարոտ ճանապարհ է իրականում, որտեղ կան անշնորհակալ բուժառուներ, կան խնդիրներ եւ վերջավարժ։ Այդ հիմա օրինակ գնահատվում է բժիշկը։ Հիմա գնահատվում է։ Թե գումարը տվեցի, բժիշկը էլի գումարը տվեցի վերջ։ Այսպեսի մի բան կա, որի մասին ես Այն հարգանքը առաջվա չէ բժիշկ։ Ստատուս հասարակության մեջ։ Հիմա բավական ցավոք սրտի այո կա այդպեսի բան, որ դե փողը տվել եմ, պետք է անի, բայց շատ ու իրականում ամենայն հարգանքով մեր ազգաբնակչության խնդրում եմ այլ կերպ չընկալեն, նաև բարձր տարիքի Պակալենյայի սերնդի մոտ էլ կա այդ ամենը պահանջատիրական։ Առավելս հիմա տեսնում ենք, որ առողջապահական այդ ապահովագրությունը մտավ եւ հերթեր են գոյանում, որտեղ բոլորը չեն հասցնում։ Ի բարօրությունի պատիվ մեր բժիշկների մենք ես տեսնում եմ, որ ինչքան համբերատար փորձում են բոլորին սպասարկել, բայց լինում է այնպես, որ 1 ժամ ժամուկես սպասել եմ, ես հիշում եմ պապիկս էլ նույնպես ասում էր, լավ բժիշկին արժի ժամերով սպասել, որտեղ դա քո առողջություն է եւ Փառք Աստծո եւ ընդհանրապես մեր կոլեկտիվին ես խորհուրդ եմ տալիս Փառք Աստծոյին բարակայեմ, որ շռայլություն ունեմ, աշխատեմ այնքան, ինչքան դա ինձ հաճույք է տալիս, այսինքն լինում են դեպքեր եւ հոգնած ես, լինում են դեպքեր եւ պացիենտը մի փոքր ոչ adekvat է, հա, տեսնում ես, որ մի փոքր ասում ես ավելի լավ է չանում, որովհետեւ դա չես անելու սիրով, հա, որովհետեւ դա շատ կարեւոր է յուրաքանչյուր պարագայում եւ եթե բժիշկը չի անում սիրով չի, այլ զուտ գումար ներմուծել տեխնիկական, այսպես որպես ռոբոտայի կալկուլյատորը մոտ աշխատում։ Մեկ հոգի ավել, ասած։ Այդ ժամանակ համոզված եմ լավ բան չի ստացվի։ Դա շատ կարեւոր բան է եւ սիրով պետք է անի, դա նաեւ կախված է նույնպես պացիենտից, դիմացինից, որ ինքը հարգանքով եւ նորմալ, այսպես ասած, վերաբերվի, ինչպես դուք ասում եք, իսկ մեր մոտ այդ ռադիկալությունը բևեռացումի դա կա մի փոքր մեր ազգաբնակչության հիմա, չգիտեմ թե այդ ներքաղաքական իրավիճակներից դու գործոնները աշխատում է եւ այդ բևեռացումը կա եւ մարդիկ մի փոքր երևի թե չարացել են, չգիտեմ։ Դուք ձեր երեխաներին օրինակ ասում եք, այ նայի մասնագիտություն ունենա, ցանկալի է լինի բժիշկ աղջիկներին։ Անկեղծ։ Գիտեք ոնց է, ես որոշակի այն որ ասում ռադնի դուշի ես ու Տիգրան հիմա տեսել ենք, ես անընդհատ վեկտորները ուղղում եմ, կա այսպիսի բան, որ շատ քարքարոտ է իրականում բժշկությունը բարդ է, շատերը կեսից հոգնում են։ Այս մարդը փախավ։ Այն որ ասում վիգարանիա ռուսերեն արտահայտություն։ Շատերը երրորդ կուրսից դուրս գալիս ասում են, սա մեր բանը չի ներողություն։ Ես չնայած որ ընդունվել էին դժվարություն, բայց երրորդ կուրսից։ Այո, որտեղ հա դուրս են գալիս։ Այո, լինում են իդեպ, դուրս են գալիս, հետո փորձում են վերականգնվել, չգիտեմ։ Դիահերձարանում առաջին դասից հետո մի կեսը ասում էր վերջ, սա մեզ համար չէ, գնացինք տուն։ Ես հիշում եմ մենք դիահերձարան ասացիք, առաջի կուրսում անատոմիայի դասին էինք, եկան ասին ով է ուզում օգնի, մենք էլ մտածինք դե ուսանող ենք, առաջի կուրս դասի չնստենք, մի բան մտածենք, ու տարան դիահերձարան շատ ներողություն դիակներին օգնել տեղափոխել։ Ու այդ իր այդ ֆորմալինի հոտը աչքերը վառումը եւ այլը այդ իրավիճակից հետո ես ասացի չէ, ավելի լավ է դասի նստեմ, դե առաջի կուրսի ուսանող ես մի քիչ կամար օտար,
Հենց որ դա շատերը այո այդ ճանապարհին դժվար քարքարոտ անհաջողություններով գիշերները չքնելով, որովհետև շատ ժամանակ դու քո արած յուրաքանչյուր ներարկումը թեկուզ կամ յուրաքանչյուր մանիպուլյացիան մտածում ես արդյոք ճիշտ արեցի, արդյոք վնաս չտվեցի։ Այո, ամենամեծ sense լոզունգը այսպես մի վնասիր, հա, եթե չգիտես ինչ անել, ավելի լավ մի արա, եւ դա շատ կարեւոր է։ Եթե լինենք անկեղծ, բոլորս երանելի են մարդիկ, ովքեր շատ են սիրում իրենց մասնագիտությունը եւ դրանով կարողանում են գումար վաստակել։ Ձեր կյանքում անկեղծ եղել է պահ, որ ասել եք ինձ պետք չէր սա։ Երանի չընտրեի, ինչ որ մի բան, ինչն է եղել, եթե անգամ եղել է, ինչն է առիթ հանդիսացել այդ հիասթափության։ Ով կամ ով, միգուցե։ Դա եղել է նախ եւ առաջ, այո, եղել է այդպիսի բան, բայց պատիվ իմ ծնողների, իմ եղբորս, որը շատ այսպես ասած մեջքից կանգնած են եղել եւ բրթել են ասել են մտքից հանի, դա եղել է առաջի քայլերը, որը որ սկսում ես պրակտիկ գործունեություն անես, չգիտեմ, յուրաքանչյուրի մոտ կարող է լինել անհաջողություն, չի լինում անհաջողություն միայն իր մոտով չի աշխատում։ Հա, ինքնագնահատականի անկում է գնում, չգիտեմ, թեկուզ ասեղ է կոտրվում ինչ որ մի բախտություն է լինում եւ այդ ժամանակ տամն է ուրել։ Այո, մի բան այն չես արել, ամեն ինչ կարող է լինել։ Իհարկե դա ես շատ ժամանակ ասում եմ, ինչ որ այդ սապյորի այսպես մասնագիտություն կա հայերեն ոնց է, չգիտեմ։ Ականազերծող։ Այո, որ իր սխալվելու իրավունք չունի, պարագայում դու ականազերծողը ինքն է, հա, դժվում ես, պարագայում դժվում է նաև պացիենտը։ Ես նաև Ռուսաստանում եմ աշխատել կամ ընդհանրապես Եվրոպայում, իսկապես այդ մենք չխոսացինք դրա մասին, բայց կարևորում եմ դա, որ դա մեր ազգաբնակչության մեջ այդ չեմ ուզում ինչ-որ վատ ստացվի, բայց վճարել եմ պետք անի, սա իհարկե յուրաքանչյուր մասնագիտության պետք է հարգել, անգամ, չգիտեմ, օֆիցիանտը բերեց պետք է հարգել յուրաքանչյուր գործը, կապ չունի դու վճարում ես թե չէ, դու վճարում ես, բայց ինքը պետք է անի դա սիրով, հարգալից, առավել եւս այսպիսի, չգիտեմ, ուսուցչուհին կամ այնպիսի մասնագիտություններ, որոնք որ շատ ստրատեգիական են մեր երկրի համար, նույնը բժիշկ լինելը շատ կարևոր է, իսկ լինում են այնպիսի իրավիճակներ ցավոքսարտի մասնարարպես ստոմատոլոգների պարագայում, ստոմատոլոգիան ի դեպ շատ կոմերցիոն է ավելի համար։ Այո, եւ ինդուստրիայի նման է դարել, այսպես ասած։ Անկամ այսպեսի կարծիք է, չէ՞, ատամնաբույժը չի համարվում բժիշկ։ Դե, բայց իրականում ես շատ եմ հումորներ դրա մասին անում, ստոմատոլոգ, կուրիցա не птица, ստոմատոլոգ не врач։ Բայց ասեմ ձեզ, դա միկրովիրաբուժության հետ նման բան է, որովհետեւ դու գործ ես անում սահմանափակ տարածության մեջ, բերանի խորոչում, չես կարող տեսնել քո տեսադաշտը այդքան բաց չի, պացիենտը շատ ժամանակ չի կարողանում բեզրանը այդքան երկար բացել, մանր մանուալ հմտությունները այս բարակայում շատ պետք եւ այլն, այսինքն բավականին թերագնահատված է։ Թերագնահատվում է նաեւ մեր գոլեգաների պատճառով, այլի ամենայն հարականքով, որ ինդուստրիա է դարձել, հա, մենք լսում ենք շատ ժամանակ այդպիսի ինչ որ առաջարկներ, ատամ 1 օրում, չգիտեմ, հա, ինչ որ այդպիսի գովազդներ կան, դա եւ այլն, միֆ է, չէ՞, հա։ Դա նախ եւ առաջ ոչ բոլոր բժշկական քեյսերի ժամանակ կարելի է օգտագործել, դա անատական է։ Դուք կգաք 1 օրում, մենք դնենք ձեզ ատամները։ Շատ ժամանակ դա արվում է նրա համար, հա, շատ ժամանակ որպեսի հենց այդ պացիենտը գա մտնի իրանց այդ մարքեթինգի գաղափար կա, լավուշկա, հա, որ գա ինքը մտնի, հետո թե արդեն ոնց ինչքան ժամանակում վերամշակեն այդ պացիենտին կամ կանեն կամ չեն անի եւ այլն։ Դա սպիտակ ատամները, որը ֆիլտրով ինչ որ ֆոտոներ են անվնաս կամ եւ այլն, մեծ հաշվով բժշկության մեջ կա այնպիսի բաներ, նույն անտիբիոտիկը, հա, երբ որ խմում ես, հա, շատ բանին օգնում է, բայց նաեւ օգնում վնասում է որոշ ստամոքսային տրակտին եւ այլն, հենց որ այդ ինդուստրիա դարձնել թեկուզ դեղորայքի էջկա հետ կապված մի փոքր չափազանցված է, դրա պատճառով էր թե հարգանքի պակասը, հա, բժշկի նկատմամբ, բայց դա շատ հասանելի են դարձել համացանցում, գուցե դա էլ է բերում արդեն այսպես ավելի, հա։ Դե կոնկուրենցիան էլ ըստ այդմ մեծանում է։ Իդեպ նաև ասեմ, նաև
պատիվ, հա, շատ բժիշկներ կան, որոնք ավարտել են ոչ պետական բժշկական համալսարան, բայց շատ լավ մասնագետներ են, դա այդպես էլ է լինում։ Այսինքն Պրակտիկայով իր վրա կրթվելով զարգացման եւ վերջում դասախոսները բնականաբար գուցեև նույնն են, որովհետեւ շատ չեն մասնագետները, սովորում ես ամբողջ կյանք։ Եվ ամեն պացիենտ, ինչպես շատ եմ ասում, ինչպես ամեն մարդ իր խառնվածքով առանձնահատուկ է, յուրահատուկ է, եւ նույն առողջությունը, նույն հիվանդությունը ամեն մի պացիենտի մոտ գնում է տարբեր ինչպես մատնահետ կչի կրկին։ Այո, ինդիվիդուալ է, եւ ամեն անգամ այդ իրավիճակում բուժելով այդ պացիենտին, շփվելով իր անձի հետ, էգոյի հետ, թեկուս ինչի՞ չէ նաեւ նոր բան ես սովորում, կատարելագործվում ես եւ փորձն է ամենակարևորը։ Այո։ Շնորհակալ ենք։ Շնորհակալ ենք եւ ուրախ ենք, որ ունենք ձեր նման մասնագետներ, որ դուք ձեր աշխատանքի համար նույնպես շնորհակալություն, շատ կարևոր գործ եք անում։ Շնորհակալ ենք։ Կհանդիպենք շաբաթ անց։ Լավ մնացեք։ Հաղորդման գլխավոր գործընկեր Վանարդի ընկերություն։